Ներեկ ձեռնարկել համապատասխան միջոցներ 171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով գնման գործընթաց կազմակերպող ուղղությամբ եւ ներկայացնել տեղեկատվություն։ Մրցույթը հայտարարված է եղել, բացումը այսօր է տեղի ունենալու, արդեն նախնական տվյալներով երկու մասնակից հայտ է ներկայացրել բանկային երաշխիքները թողարկված է կարծում եմ հաղթող մասնակից կլինի։ Այն հին տրամաբանությամբ խնդիր չենք ունենա, չէ՞ որ մեկը ուզենա ուղղակի Չէ, էլեկտրոնային աճուրդ, չէ, պարոն Ավյան, իսկ ինչներ խնդիրը։ Էլեկտրոնային աճուրդ է հայտարարվել, հաշվի առնելով որ նախարարի հրամանով, ֆինանսների նախարարի հրամանով տվյալ ապրանքի ձեռքբերումը էլեկտրոնային աճուրդի ցանկում էր, հայտի ապահովները կոպիտացած չեն գցում, որ մրցույթը փչացնեն, այնտեղ տնտեսվարողներ կան։ Ով էր տնտեսվարող, անունը տվեք հələ մի հատ էլի, պարոն Պապիկյան։ Պարոն Ավյան, այս պահին անցած տարի էր եղել, տենց անունը չեմ նշել, բայց կնշեք հաջորդ նիստին անունը կնշեք։ Շատ լավ։ Հասկանանք այդ ովքեր էին, էլի, ովքեր էին նեղացել եւ ինչից էին նեղացել։ Շատ լավ։ Շատ լավ։ Խնդրեմ։ Իլերումը նաև նշեմ, որ այս մրցույթները նման ձևով կոպիտ ասած չեղարկելու հնարավորությունը օրենսդրությունը պարունակում, նաև ֆինանսների նախարարության գործընկերներին էլ ենք տեղեկացրել, նշել են, որ արդեն համապատասխան քայլեր ձեռնարկում են, որ հետագայում ձևաչափը փոխվի, այսպիսի նախադեպեր չունենանք։ Իրական, այսպես ասած, սեփականատերերին պետք է հասկանալ եւ համապատասխան վերաբերմունք իրանց նկատմամբ կիրառել քաղաքապետարանի բոլոր տեսակի, այսպես ասած, եւ մրցույթներ եւ ծառայ։ Ենթադրում եմ ինչ որ ուրիշ տեղեր կան այդ մարտիկ, ինչ որ բաներից կտրվել են ենթադրաբար, որ սենց փոքրիկ եւ մանր քայլերի են դիմում։ Բայց դրանից քաղաքն է դուժում փաստացի, այսինքն 1-2 ամիս կամ 3 ամիս հետաձգվում է 171 ավտոբուսի գնում։ Հետևաբար երևանցիները պետք է իմանան գոնե այդ մարդիկ ով են։ Շնորհակալ եմ։